Ուրեմն ժառանգությունն են մեզ փոխանցել։ Մենք էլ այդ տեսեք, տարել այդ ժառանգությունը քամուն ենք տվել, հա։ Ու ելույթը սկսվում է նորից շահարկելով զոհված տղաների հիշատակը։ Ես որ ասում եմ դուք դժբախտության մունետիկն եք, երբ որ ասում եմ դուք մահվան վաճառականներ եք, որ այս ամբիոնից փորձում եք կապիտալիզացնել մեր զոհերին, նեղանում եք, բայց սա այնա ինչ որ ձեր մասին պիտի ասենք, կամ մեր երկու հարգելի խմբակցության ներկայացուցիչները այս 2 օր է, եւ ոչ միայն այս 2 օրերի ընթացքում փորձում են ներկայացնել հետեւյալ ուրեմն թեզերը, որ մենք մեր 20-ամյա կառավարմամբ թողել էինք մի հիանալի ժառանգություն, դուք եկաք պարտվեցիք պատերազմը, տվեցիք հողերը եւ խոսում են դավաճանությունից եւ այլն եւ այլն։ Ու երկու շատ կարեւոր հայտարարություններ են հնչում պարբերաբար ձեր կողմից, հարգելի գործընկերներ։ Մեկը այն է, որ ձեր ժամանակ 20 տարի շարունակ Հայաստանը ունեցել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, երկրորդը այն է, որ Հայաստանը ունեցել է հմուտ դիվանագիտություն 20 տարի շարունակ։ Լավ, եկեք պատկերացնենք, որ այդպես է։ Հիմա ես չեմ ուզում դիվանագիտական փաստաթղթերի միջի մտավարժանքներին անդրադառնալ, բայց եթե դուք իսկապես ճիշտ եք եւ 20 տարի շարունակ ձեր կառավարման ժամանակ Հայաստանը ունեցել է ամենամարտունակ բանակը եւ ամենահմուտ դիվանագիտությունը, բա ինչու չեք լուծել Արցախի հարցը, որովհետև Արցախի հարցի լուծման երկու ամենաֆունդամենտալ բաղադրիչը դա ուժեղ բանակն է եւ ուժեղ դիվանագիտությունն է։ Հիմա ես որ լսում եմ ձեզ, մեկը ասեցի բանն է, Թալերանն է եղել, մյուսն էլ ձեր ղեկավարն էլ բան, որ լսենք մեծ զորավար Հանիբալի եւ Թալերանի 20-ամյա կառավարման ժամանակ ունենալով ամենաուժեղ բանակը եւ ամենաուժեղ դիվանագիտությունը չեք լուծել Արցախի հարցը, բա լուծեիք։ Պարոն Օհանյանը ասում է, բան են արել, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց հիմքեր են ստեղծել ճանաչման համար։ Ասեմ ինչ հիմքեր են ստեղծել, պարոն Օհանյան, նախորդ նիստերին էլ եմ ասել։ Օրինակ, մեծ բանակցողներից Ռոբերտ Քոչարյանը, որ գնում բանակցում էր ընդհանուր պետության մասին, դա էր հիմքը, հա, պարոն Օհանյան, դա էր Արցախի ճանաչման հիմքը, որտեղ որ Լեռնային Ղարաբաղի հայության ուրեմն անձնագրերում պետք է գրվեր Ադրբեջանի Հանրապետություն, դա էր միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հիմքը, թե ոչ։ Կամ Տիկին Խամոյանը ասում է, բան, մի հատ էսա ցիտեմ էլի։ Ցանկացած չբանակցություն ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն։ Քաղաքական ծանծաղամտության հերթական դրսևորումը։ Տիկին Խամոյան, դա գիտեք ինչ է նշանակում։ Որն է։ Ներողություն, ես ձեր արտահայտած գաղափարը նկատի ունեմ։ Գաղափարը նկատի ունեմ։ Մի հանգիստ, ժողովուրդ ջան։ Ձեր կողմից բազմաթիվ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչել։ Հիմա եկել է ձեր ժամանակը, որ դուք վերահսկեք ձեր էմոցիաները եւ լսեք։ Ես Տիկին Խամոյան, լրություն, որևիցե մեկը անձի չի կպել, խոսքը գնում է երևույթի մասին, վերջացրեք մանիպուլյացիա անելը։ Հասկանում եմ հաճելի չի լսել ճշմարտությունը, բայց մանիպուլատիվ ձևով գնալ այս խոսակցությունից երբեք չի ստացվելու, շարունակեք պարոն Կոնջյան։ Ես ձեզ հերթական անգամ կոչ եմ անում, որ չալեկոծվեք, խաղաղվեք եւ լսեք ինձ։ Ասում է ցանկացած չբանակցություն ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն։ Այո, չբանակցությունը դա է հենց, Տիկին Խամոյան, չբանակցությունը դա է, երբ որ գնում ես Արցախի միջազգային ճանաչման դրոշակը վերցրած, Արցախին սկզբից բանակցությունների սեղանից հանում ես դուրս, հետո գնում բանակցում ես, որ Արցախի հայերը ունենան ադրբեջանական անձնագիր,
այս սա է ձեր ասած բանաձևը, եւ դուք ձեր պատկերացումների մեջ ճշմարիտ եք, որովհետեւ ձեր չբանակցությունը, որը ավելի լավն է ձեր ասելով, սա է եղել։ Ընդհանուր պետությունը, ել չասեմ հիմա մեղրի փոխանակման ծրագրերը եւ այլն։ Կամ որ ասում եք Տիկին Խամոյան, ասում եք այդ ինչ եք խոսել դուք Իլհամ Ալիևի հետ։ Կներեք, պարոն Սուքիասյանը շատ լավ ասեց։ Մի հատ падգամավոր ունեիք, բան էր նաեւ համատեղությամբ։ Չէ, համատեղությամբ падգամավոր էր նաեւ փաստաբան էր հիմնական գործով։ Ասում էր Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին տեսնում է իր երազներում։ Ես էլ ասացի հետո ա պատմել Իլհամ Ալիևի երազները Ռոբերտ Քոչարյանին։ Երազները պատմում են իրար։ Այդ դուք եք իրար երազները պատմում, իրար երազներում տեսնում։ Այդ գնացեք դուք մի հատ բացեք ֆրոյդիզմի տեսությունը, մի հատ հասկացեք, խի եք իրար երազների մեջ տենում, պատմում եւ այլն։ Ասում եմ, ինչ եք դուք խոսում, ուրեմն Իլհամ Ալիևի հետ։ Հա, բայց բանը, իմ ամենասիրած ռուբրիկան, չէի ուզում այսօր, բայց դաշնակցության պատմությունը։ Մեր սիրելի ես դորից եմ, սա ասելուց առաջ ուզում եմ հատուկ շեշտել, որ ես իսկապես մեծագույն հարգանքով եւ ակնածանքով եմ վերաբերվում դաշնակցության պատմության այն նվիրական դրվագների նկատմամբ, որոնք այո, մեր պատմության մի մասն են։ Բայց հարգելի գործընկերներ, ասում եք դաշնակցությունը 130-ամյա կուսակցություն է, հարգանքով մոտեցեք։ Հա կուսակցություն է, ասենք կուսակցությունը հո ծառ չի, որ ասենք մեծ տարիքով ծառա գնում կողքը նկարվում են, բան ասում են, էսի ծառա, ասենք 250 տարեկան։ Կուսակցությունն է, որը տարբեր գործեր է արել, եւ ես հիմա ուզում եմ պարոն Ասատրյանի բանից, որ ասցի 130-ամյա կատարողականից մի հատված, թույլ տվեք ձեզ ես պատասխանեմ, դաշնակցությունն իհարկե չի պատասխանի դրան։ Մեզ դպրոցներում, համալսարաններում պատմել են դաշնակցության մի նվիրական, հերոսական դրվագի մասին, որը կոչվում է Բանկ Օտոմանի գրավումը։ Եվ ես ուզում եմ պատմել ձեզ, բնականաբար ես չեմ պատմում, հայ մեծանուն պատմաբան Լեոյի գրքերից մեկից, անցյալից կոչվող գրքից մի դրվագ Բանկ Օտոմանի մասին, Լեոն նաև ժամանակակիցն էր այդ ժամանակների, այսինքն շատ պետք է հուշագրության մեջ, ուրեմն ես հիմա կրճատումներով ուրեմն կպատմեմ, դեպքը տեղի է ունեցել 1896 թվականին օգոստոսին, որը կոչվում էր Բանկ Օտոմանի դեպք։ Եվ Լեոն պատմում է, որ այս ամեն ինչը քննարկել է նաև դաշնակցական Քրիստափոր Միքայելյանի հետ, եւ ասում է մի քանի հոգի հայեր ռումբերով զինված մտել են Օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին, դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ինչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։ Եվ պատմում է, երբ որ ինքը Քրիստափոր Միքայելյանի հետ է խոսում, ասում է. ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ է ըմբռնել, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը։ Այլ այն հարցը, թե ով է կատարել բանկի գրավումը։ Հնչակներն են արդյոք, թե դաշնակցականները։ Կարծես սա միևնույն չէ այ հեղափոխական մտքի տեսանկյունից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարանքով։ Բանկի գրավման հետևանքով Կոնստանդնուպոլսում հայերի մեծ կոտորած էր սկսվել։ Երկրորդը մի տարվա մեջ։ Եվ այս երկրորդի զոհերն անհամեմատ շատ էին առաջինից, մոտ 6000 մարդ։ Եվ էլի պատմում է, այդքան չպատմում, ասում է, եւ վերջապես մի օր նա իմացավ ինձանից, Քրիստափոր Միքայելյանը, որ Բանկ Օտոմանի հերոսները դաշնակցականներն էին։ Տրապիզոնից մեզ ուղարկել էին այն դիմում, որ արել էր Կոնստանդնուպոլսի դաշնակցական կոմիտեն եվրոպական դեսպաններին, հայտնելով նրանց, թե Բանկ Օտոմանի գրավումը իր գործն է եւ նպատակ ունի հարկադրելու, որ վերջ տրվի հայ ժողովրդի տանջանքներին ծրագրված ռեֆորմները իրագործելու միջոցով։ Հակառակ դեպքում կոմիտեն սպառնում էր ոչնչացնել բանկի բոլոր հարստությունները։ Հիմա նորից մի ինչ որ հատված չեմ ասի, եւ այո, ասում է, եւ մեզ բացատրում է իմաստը։ Եվրոպական կապիտալիզմը հայտարարում են դաշնակցականները, ասում էին, իրենց վտանգված տեսնելով այս քայլի արդյունքում իր տիրապետության ամենագլխավոր դիրքերից մեկում այդ վտանգը իրենցից հեռու պահելու համար կհարկադրի սուլթանին բավարարություն տալ հայ ժողովրդի պահանջներին։ Այստեղ ահա, ասում է Լեոն, հեղափոխական հերոսության միջից իր տխմար գլուխն էր դուրս բերում այն ողորմելի մտայնությունը, որ առաջին անգամ ձևակերպվել էր դեռ Գումգափուի ցույցի միջոցին։ Ես արդեն խոսել եմ նրա մասին, ասում է,
Լեոն եւ կուզեմ միայն հիշեցնել, թե որքան տկար էր ինքնուրույնությունից, որքան զուրկ էր հայ հեղափոխական միտքը։ 1890 թվին եվրոպական կապիտալը իր ներողություն եմ խնդրում, պարոն Սիմոնյան, քիչ հետո կավարտեմ։ Պահպանությունը հայ հեղափոխականներին չէր հանձնել այդ կապիտալի, այլ Սուլթան Համիդին։ Եվ Համիդը այդ բանկի